Հերթում սպասում են Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվել ցանկացողները։ Չնայած սառը եղանակին, ջերմ գրկախառնություններ են աշոցքում։ Շտաբին նկատողություն ենք տալիս, եղանակը չապահով։ Եղանակը դաշինքի կողմից չէ, բայց երկրորդ նախագահի կողքին են իր կողմնակիցները անկախ տարիքից։ 80 տարեկան այս տղամարդն է համբերատար սպասում։ Ձեր աջակիցն է, հատուկ եկել է քերինով տեսի։ Ոնց է։ Վեց հոգի, վեց ծանը ձերն է։ Հունիսի 7-ին քվե կտա, իսկ այսօր կոնֆետ է հյուրասիրում երկրորդ նախագահին իր հավատարիմ աջակիցը։ Ձեր շնորհակալություն։ Չէ, հիմա ես եկել եմ ստե ժողովրդի հետ շփվելու, դե կամփետ ուտելու։ Չէ, տուր գնալուց մեքենայում ուտելու։ Տուր։ Չէ, մի հատ է հերիքա, այնքն է քաղցրը։ Բարձր է տրամադրությունը աշոցքում նախքան գյուղացիների պատմությունները։ Գյուղը դատարկվում է, դպրոցները փակվում են, ապրել չի ստացվում։ Անասնապահություն անում են մեծերը, հիմա ջահելները չեն էլ ուզում մնալ այստեղ։ Բոլորը լքում են գյուղերը, պետք չէ էլի։ Մեծ խնդիր է այս պահին որ վերջի 2-3 տարվա մեջ բարձրացել է դպրոցների փակման process-ն է ու անասնապահությանը գյուղատնտեսությանը վնաս տալն է։ Անասնապահությունը մի շարք վիրուսներ հանեցին, կրկնակի անալիզի Հայաստան հնարավորություն չունի, շատ գյուղեր բրուցիլոս հանեցին, ուղղակի մարդիկ կոդորվեցին։ Գյուղերը դատարկվում են, աշխատատեղեր չկան, անասնապահության այդ խնդիրը կաթի մթերումներն են, հիմնականում լաբորատորիաները, որ դպրոցների օպտիմիզացիայի տակ ուղղակի ասացին, որ 7 դպրոց է փակվում, մեզ համար հետևյալն է, եթե դպրոցը գյուղում փակվում է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվելու։ Եվ ուղղակի այս ամենին իսկապես վերջ տալու ենք։ Եվ վերջ տալու համար ուղղակի պետք է մեկ բան։ Հունիսի 7 համար 17։ Մենք կարող ենք դա Միասին կառուցելու ենք, ստեղծելու եւ արարելու։ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նաեւ Ամասիայի բնակիչներին, որոնք նորից դժգոհում են, իշխանությունը փակում է գյուղի դպրոցները։ Այն ինչ կատարում է դպրոցների հետ ընդհանրապես կրթական համակարգի հետ խայտարակությունը։ Իմ ժամանակ ես իմ հիշելով մոտ 140-ից ավել դպրոց են կառուցել եւ ոչ մի դպրոց չենք փակել։ Հունիսի 7-ին ընտրատեղամաս են գնալու ու քվեարկելու են Հայաստան դաշինքի օգտին, խոստանում են երկրորդ նախագահի հետ հանդիպած քաղաքացիները։ Շիրակցիներին կոչ են անում թույլ չտալ Փաշինյանի վերարտադրությունը։ Ինքը շիզո պրենիկ ազնվորություն է։ Շիզո պրենիկ անցի համար քպան գոյություն չունի, ո գուզե եղնի, ես իրան վիրավոր եմ կասեմ թողանցի բռնեմ, բադի բռնեն 70 տարեկան եմ, թող բռնեն։ Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։